Հայկական մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման ուղղությամբ աշխատող ավելի քան 100 կազմակերպություն հավաքվել է մեկ հարթակում։ Երևանում անցկացվել է հայկական ժառանգության կազմակերպությունների երկրորդ ֆորումը, որի նպատակն է ոլորտում համագործակցությունն ուժեղացնելը, կրթական նախաձեռնություններն ու երիտասարդների ներգրավվածությունն ավելացնելը։ Միջոցառումը անցկացվում է երկրորդ անգամ։ Այս տարվա ֆորումն անցկացվում է «Ժառանգություն, կրթություն և երիտասարդություն, հզորացնենք ոլորտը միասին» խորագրով։ Այն համախմբել է Հայաստանից և Սփյուռքից մշակութային ժառանգության ոլորտում գործունեություն ծավալող ավելի քան 100 գրանցված կազմակերպությունների ներկայացուցիչների, մասնագետների և փորձագետների։ Այս European Heritage Hub նախագիծ է, որ Եվրոմիությունը ստեղծել, որպեսզի գաբի մարդիկ, այսինքն Եվրոպայի մեջ եւ Եվրոպայից դուրս 11 երկիրներ է, Հայաստան կան դեր, եւ գաբի մարդիկ, որ աշխատում են գրունտում, այսինքն որ աշխատում են մարդիկ հետ, եւ policy makers, այսինքն անոնք, որոնք Բրյուսելում օրենքներ են ստեղծում, որպեսզի հասկանան ինչ են պետքությունները եւ բայց նույնպես միտքերը, որովհետեւ civil society ազարակական գազագերբությունները շատ ակտիվ են, շատ մոտիկ են մարդիկ, շատ լավ են հասկանում ինչ են խնդիրները։ Ֆորումի բացմանը մասնակցել է եւ ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարգարոսը։ Նրա մասնակցությունը կազմակերպիչները գնահատում են որպես հայկական մշակութային ժառանգության պահպանման եւ քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ Եվրոպական միության շարունակական աջակցության կարևոր ցուցանիշ։ Միջոցառումը մեծ հնարավորություն է տալիս ոլորտում գործող կազմակերպություններին ճանաչել իրար սկզբի համար եւ ավելի խորը շփումների միջոցով բացահայտել ու փոխանակել փորձը։ Մի գիտելիք, որ իրենց աշխատանքի ընթացքում են ստացել եւ մենք մեր աշխատանքի ընթացքում կարողանում ենք համադրել եւ այդ համադրությունների արդյունքում սիներգիաներ են ծնվում, նոր լուծումներ են ծնվում, հնարավորություններ են բացվում։ Միջոցառման ընթացքում մասնակիցները քննարկել են մշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման եւ արժեվորման արդի մարտահրավերները, կրթական ծրագրերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ երիտասարդների ներգրավվածության խթանման ուղիները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի եւ Սփյուռքի կազմակերպությունների միջև համագործակցության խորացմանն ու միջազգային փորձի փոխանակմանը։ Առհասարակ մենք ունենք շատ հարուստ ժառանգություն, որի մասին բոլորս էլ քաջատեղյակ ենք եւ ունենք իհարկե առաջնահերթություն այդ ժառանգությունը պահպանելու հետագա սերունդների համար, մեր համար եւ վերականգնող մասնագետի եւ նման օրինակ հարթակների հետ համագործակցությունը առաջնահերթություն է միանշանակ, որովհետեւ պատմամշակութային ժառանգությունը միշտ ուշադրության ու խնամքի կարիք ունի եւ մենք որպես վերականգնող առավել եւս հետաքրքրված ենք, որպիսի հնարավորինս ակտիվ եւ արդյունավետ կատարվեն բոլոր աշխատանքները։ Ֆորումը կազմակերպել է Սիրե հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրման, պահպանման եւ արժեվորման կենտրոնը։ Սիրեհը նաեւ European Heritage Hub համաեվրոպական համագործակցային հարթակի գործընկեր կազմակերպություններից է։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։